Քահանան մարդու ընտրություն չէ, քահանան կոչում է, քահանա կոչումով մարդը ծնվում է և իսկույն դա հասկանալով անցնում է այդ կոչման պաշտոնին, որն է լինել Քրիստոս։ Ինչ է նշանակում լինել Քրիստոս, դա Քրիստոս ինքը, Քրիստոս Աստված, մարդացած Աստվածը, ինքը արտոնեց իր ձեռնադրությամբ, իր շունչը, իր բոլոր շնորհները, զորությունը տալով մարդուն, ինչպես և Նարեկացին է հաստատում, որը մենք կարող ենք անգամ աստվածներ լինել, ինչպես քահանայի սրբությամբ, որտեղ քահանան ներկայացնում է Քրիստոս, և նրա կոչումն է մկրտության ավազանի մեջ մեզ նվիրաբերել Աստծուն, ապա տանել Սուրբ Սեղան, որտեղ է Քրիստոսի կենդանի մարմինը և արյունը։ Ինչ են անում բողոքականները։ Բողոքականները չեն հավատում այդ մարմնի և արյան առկայությանը իրական, այլ ասում են, պատարագը դա հիշատակություն է միայն։ Այսինքն թե ինչպես է կհիշատակես 15 թվականի ջարդերի այդ զոհերին, դա նույն բանը չէ, ինչու՞, որտեղ պատարագի ժամանակ Քրիստոս կենդանի իջնում է խորանի վրա, Քրիստոս կենդանի է, նա մահացավ և կենդանացավ, հարություն առավ, և հաննակ պատարագի ժամանակ իջնում է և կենդանի է խորանի վրա, ես ինքս ուշ 80-ական թվականներին շփվում էի ջարդից փախած տատիկների հետ, որոնք տեսիլներ էին տեսնում պատարագի պահին խորանի վրա, հրեշտակներ էին տեսնում, աման սուսեք հրեշտակ եկած է հոն է, մդի գրեք ժողովուրդ հոն է, բոլոր ծիծաղում են, բայց ես գիտեի, որ ճիշտ է ասում տատիկը։ Ներողություն, իմ աղջիկս է ինձ տեքստ է անում, խոսենք ավելի հետո։